Ողջույն, ես Նարեկն եմ։ Ես խոհարար եմ եւ մի փոքրել արկածների ստեղծող։ Ես շատ եմ սիրում համեղ ուտելիքներ պատրաստել։ Ես ունեմ իմ փոքրիկ ռեստորանը, որտեղ ամեն օր տարբեր պատմություններ են ծնվում։ Այսօր ուզում եմ պատմել դրանցից մեկը։ Մի օր ռեստորանումս մի փոքրիկ տղա եկավ, մոտ 6-7 տարեկան։ Նա նստած էր սեղանի մոտ, ձեռքերը խաչած, հայացքը կասկածով լի։ Նրա առաջ մի ափսե բանջարեղեն էր։ Մայրը հոգնած էր, բայց մեղմ ձայնով ասում էր. «Չէ որ հոգագար է, գոնե փորձիր»։ Տղան բրոկոլիին էր նայում ու շշնջում, կարծես այն իր թշնամին լիներ։ «Ես գիտեմ, դու ինձ ես նայում»։ Ես մոտեցա նրան սեղանին ու մի պահ լսեցի խոսակցությունը։ Հետո հասկացա մի կարևոր բան։ Խնդիրը բանջարեղենը չէր։ Խնդիրը այն էր, որ այդ ափսեի մեջ պատմություն չկար։ Մայրը նայեց ինձ ու ասաց. «Նարեկ ջան, ես արդեն չգիտեմ ինչ անել»։ Ես միշտ ասում եմ, երբ երեխան չի ուզում ուտել, դա խնդիր չէ, դա առաջադրանք է։ Իսկ առաջադրանքները ես շատ եմ սիրում։ Ես մոտեցա տղային ու հարցրի. «Ասա ինձ, ինչ ես սիրում ամենաշատը»։ Նա անմիջապես կենդանացավ, նրա աչքերը փայլեցին։ Լեռներ, արև, գետեր, երբ գնում ենք արշավի, երբ ամեն ինչ հարկած է։ Այդ պահին ամեն ինչ պարզ դարձավ։ Մենք պետք է ոչ թե ուտելիք պատրաստեինք, մենք պետք է արկած ստեղծեինք։ Ես մտա խոհանոց։ Լավ խոհարարը երբեք չի ստիպում։ Լավ խոհարարը մտածում է։ Գազարը կտրեցի կլոր, արևի պես։ Բրոկոլին կանգնեցի, ծառերի պես։ Կարտոֆիլի պյուրեն սարքեցի լեռ, բարձր, հպարտ։ Սոուսը թողեցի հոսի, գետի նման։ Ես կամաց ասացի ինքս ինձ. «Համի գաղտնիքը օպերացիան սկսված է»։ Ես վերադարձա սեղանի մոտ։ Տղան նայեց ափսեին ու շփոթվեց. «Սա բանջարեղեն է»։ Ես ժպտացի. «Ոչ, սա ճանապարհորդություն է»։ Ասա, որտեղից է սկսում քո արշավը։ Նա մտածեց, հետո հարցրեց. «Եթե արևը ուտեմ, գիշեր կդառնա»։ Ես աչքով տվեցի. «Ոչ, այն կդառնա քո ուժը»։ Երբ ափսեն դատարկվեց, մայրը նայեց ինձ այնպես, կարծես ես հրաշք էի արել։ Բայց ես գիտեմ մի բան. սա հրաշք չէր, սա աշխատանք էր, գումարած սեր։ Երբ նրանք արդեն գնում էին, տղան դատարկ ափսեն բարձրացրեց ու ասաց. «Վաղը նոր տեղ կգնանք»։ Ես ծիծաղեցի. «Լավ խոհարարը միշտ նոր ճանապարհ է գտնում։ Եթե սիրում ես քո գործը, նույնիսկ բանջարեղենը կարող է դառնալ արկած։ Համը գաղտնիք չէ, պարզապես պետք է նայել ուրիշ ձևով»։ Իսկ ամենագեղեցիկը գիտեք որն էր։ Երբ նրանք արդեն դուրս էին գալիս ռեստորանից, հեռվից լսեցի տղայի ձայնը. «Մամ, ես էլի արև եմ ուզում»։ Ես կամաց ասացի. «Այսօր արդեն մայրամուտ է, բայց վաղը նոր արև կլինի»։